Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի վարչապետների հետ։ Զելենսկին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է ռազմական օգնությունը, Ուկրաինայի էներգետիկ հատվածին աջակցությունը, իրավիճակը մարտի դաշտում և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների շուրջ իրավիճակը։ Ֆինլանդիայի և Նորվեգիայի վարչապետներ Պետերի Օրպոյի և Յոնաս Գահար Ստյորեի հետ Զելենսկին քննարկել է ռազմական համագործակցությունը և Ուկրաինային այդ երկրների կողմից ցուցաբերվող օգնությունն ինչպես ռազմական, այնպես էլ էներգետիկ ոլորտներում։ Զելենսկին հանդիպել է նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ, որը կողմ է արտահայտվում Ուկրաինային իր երկրի կողմից ուղիղ ռազմական օգնության դադարեցմանը։ Ուկրաինայի նախագահը հանդիպումն արդյունավետ է որակել, նշելով, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունները։ Իր հերթին Բաբիշը հայտարարել է, որ բացի առաջնագծում իրավիճակից քննարկվել են Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնումը, որը կարող է մեծ հնարավորություն դառնալ չեխական ընկերությունների համար։ Բաբիշի խոսքով, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում, որ եվրոպական ղեկավարները մասնակցեն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ ջանքերին, ապա դա կարող է անել թյուրքական պետությունների կազմակերպությունը։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն դաշնակիցների և գործընկերների հետ հետագա ինտեգրման հարցերը, ապա տեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Այս մասին գագաթնաժողովին ժամանելիս հայտնել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Նա նշել է, որ այս իմաստով կարևորում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը գագաթնաժողովին։ Մեցոլան նաև հիշեցրել է, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ողջունում է Հայաստանի հանձնառությունն ամուր ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին։ Նրա խոսքով ապա տեղեկատվությունը և հիբրիդային սպառնալիքներն այլևս հեռավոր վտանգներ չեն և Եվրոպական խորհրդարանը հանձնառու է աշխատել շահագրգիռ կողմերի հետ դրանք վերացնելու ուղղությամբ։ Պատերազմներ ընթանում են ոչ միայն գետնին, այլև թվային տիրույթում, նշել է նա։ Մեցոլան հավելել է, այս առումով աշխատանք է տարվում սոցիալական հարթակների հետ համոզվելու, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց ավելի մոտ դարձնելու համար, չեն չարաշահվի։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ ճեպազրույցում վերահաստատել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը։ Մակրոնի խոսքով գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ուղղված Ուկրաինային աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցերին։ Ֆրանսիայի նախագահը նաև Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության։ Նա հավելել է, Իրանի և Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի համատեղ վերաբացումը միակ լուծումն է, որը թույլ կտա ապահովել ազատ նավագնացություն և դա անել առանց սահմանափակումների և վճարների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով այնտեղ մնացած նավերի ուղեկցման գործողություն սկսելու մասին։ Թրամփի խոսքով այս նավերը տարբեր երկրներից են, որոնք որևէ կերպ ներգրավված չեն Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող իրադարձություններում։ Սա մարդասիրական ժեստ է Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի երկրների, բայց մասնավորապես Իրանի անունից։ Նա հավելել է, եթե այս գործընթացին որևէ միջամտություն լինի, ապա ԱՄՆ-ն ուժով կարձագանքի։ Թրամփը նաև հայտնել է, որ իր ներկայացուցիչներն Իրանի հետ անցկացնում են դրական քննարկումներ։ Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ազատություն նախագծում ներգրավված կլինեն կառավարվող հրթիռներով ականակիրներ ցամաքում և ծովում տեղակայված ավելի քան 100 ինքնաթիռ, անօդաչուներ և 15,000 զինծառայող։ Իրանից արձագանքել են, նշելով Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզիի խոսքով Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով։ Միևնույն ժամանակ Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի արձագանքը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր վերջին առաջարկին։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի, այս փուլում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն անցկացվում։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ Թեհրանն առաջարկում է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, Վաշինգտոնը դուրս բերի իր ուժերն Իրանի սահմաններին մոտ գտնվող շրջաններից, դադարեցնի իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը, բոլոր ռազմական գործողություններն ավարտվեն, այդ թվում Իսրայելի գործողությունները Լիբանանում։ Առաջարկով նաև կոչ է արվում, որ երկու երկրները համաձայնության հասնեն 30 օրվա ընթացքում։ Նշվում է, որ իրանական կողմը նպատակ ունի դադարեցնել պատերազմը, ոչ թե երկարաձգել ներկայիս հրադադարը։ Ըստ իսրայելական Կան հեռուստաալիքի լրագրողի, Թրամփն իր հետ կարճատև զրույցի ժամանակ հայտնել է, որ ուսումնասիրել է իրանական նոր ծրագիրը, սակայն այն ընդունելի չէ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։